Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Միշտ սիրով։ Պարոն Մեհրաբյան, օրերս Մարիա Զախարովան հարգարժան դժգոհում էր կամ սրտնեղում էր, որ Երևանը եւ Բաքուն ցանկանում են երկխոսել ուղիղ ու թեև դրան Մոսկվան պատրաստ է աջակցել կողմերին, թե որպես միջնորդ, թե որպես հարթակ տրամադրելու առումով, այսօր մենք տեսանք, որ քաղաք հասարակության ներկայացուցիչները ցամաքային ճանապարհով հատել են ցամաքային անցակետը եւ Ադրբեջանում են, մենք մինչ այդ տեսել ենք, որ ադրբեջանցիներն էին այստեղ, որքանով է կարևոր այս շփումները ադրբեջանցի քաղաք հասարակության ներկայացուցիչների հետ եւ ինչու է կարևոր հատկապես ուղիղ երկխոսությունը։ Դե որ ասացիք հարգարժան, դա չվաստակած չափազանցություն էր Մարիա Զախարովայի հասցեին, բնականաբար Ռուսաստանը պետք է սրտնեղի, բնականաբար այն պատճառով, որ նախաղից դուրս է, իսկ նա միայն այս հարցում չէ, այլ բազմաթիվ այլ հարցերում հայտնվել է խաղից դուրս վիճակում եւ պետք է փորձ անի խաղը փչացնել, որպեսզի կարողանա վերադառնալ խաղ, բայց նման հնարավորություն Ռուսաստանն օբյեկտիվորեն չունի եւ դա շատ լավ է եւ շատ կարեւոր է, որ այդ հայ-ադրբեջանական շփումները տարբեր մակարդակներով շարունակվում են, թե պետական, թե ոչ պետական ներկայացուցիչների միջև հանդիպում է եղել համանման Երևանում, երբ մեծ կազմով ադրբեջանցիներ էին Հայաստանում, հիմա համանման հայկական պատվիրակություն է հայ-ադրբեջանական սահմանի այդ դելիմիտացված հատվածով անցել Ադրբեջանի տարածք եւ մեկնել է Բաքու հանդիպելու իրենց գործընկերների հետ, սա շատ կարեւոր է տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, այս վերջին շրջանի որոշ լարվածություններ հանելու, մանավանդ Հայաստանի համար սա շատ կարևոր է այս նախընտրական մթնոլորտում, բացի դրանից էլ Հայաստան-Ադրբեջան այս process-ը, որը ընթանում է, ավելի մեծ ռազմավարական արժեք է ձեռք բերել Իրանի դեմ այս ամերիկա-իսրայելական կոալիցիայի պատերազմի պայմաններում ակնհայտ է, որ Իրանը երկար ժամանակ է մնալու ճգնաժամային վիճակում եւ արևելք-արևմուտք հաղորդակցությունը ձեռք է բերում իրոք որ ավելի բարձր ռազմավարական կարևորություն, քան մինչև փետրվարի 28-ը եւ դա միայն Հայաստանի ու Ադրբեջանի համար չէ, այլև Կենտրոնական Ասիայի, այլև Միացյալ Նահանգների, այլև Թուրքիայի եւ Եվրոպայի համար։ Մենք այս ամենում կապողողակ ենք Ադրբեջանի հետ համատեղ եւ Վրաստանի հետ համատեղ։ Հետևաբար սա շատ կարևոր հնարավորություն է եւ հնարավորությունների պատուհան, որով պետք է Հայաստանն անցնի։ Իհարկե այդ որ այս ժամանակաշրջանը համընկել է ընտրությունների հետ մի կողմից սա մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ հավելյալ հնարավորություն, որովհետեւ մեր երկրի թշնամիների համար բարթանում է խաղը, որովհետև նրանք ստիպված են եւ ստիպված են լինելու սևը ներկայացնել որպես սպիտակ եւ հակառակը, դե իսկ հայ ժողովուրդն էլ իր ընտրությունը կատարի ճիշտ ձևով։ Ես ուղղակի վստահ եմ դրանում եւ մեր կուսակցությունն էլ հենց այդ դիրքերից է հանդես գալիս եւ ակնկալում
ձայներ մեր քաղաքացիներից ինձ այս օրակարգը առաջ տանելու համար։ Պարոն Մերհապյան, նախընտրական process-ների մենք դեռ կանդրադառնանք, բայց նախ ուզում եմ խոսենք նաև նրա մասին, որ այստեղ է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը, նաև տրանսպորտի նախարարը եւ հանդիպում է եղել Դավիթ Խուդատյանի հետ։ Երկկողմ կարևորության հարցեր են քննարկվել, որոնք հիմնականում կապ ունեն Խաղաղության խաչմերուկի, TRIP-ի, երկաթուղու հետ։ Ինչ է կարծում երկաթուղու մասով, քանի որ տևական ժամանակ է քննարկումներ կան, խոսակցություններ կան եւ ինչ որ իմաստով մենք կուլմինացիան տեսանք Մոսկվայում, այսինքն Ռուսաստանը կարծես թե պատրաստ չէ գնալ որևէ փոխզիջումային տարբերակի կամ Հայաստանի համար այսպես շահավետ տարբերակի։ Ինչ է կարծում, արդյոք քննարկվել է նաև երկաթուղու կոնցենսիոն կառավարման մասով հնարավոր այսպես ասած համագործակցություն Ղազախստանի հետ։ Վստահաբար քննարկվել է եւ Ռուսաստանի կողմից դիրքորոշումները, որոնք վերաբերվում են երկաթուղուն, հենց հուշում են մեզ, որ այդ հարցն այնուամենայնիվ քննարկվել է բանակցություններ, արդեն փակ բանակցությունների ընթացքում եւ ըստ ամենայնի Ռուսաստանը տառապելով ֆանտոմային ցավերից դեռ չի գիտակցել, որ իրեն Հայաստանը շատ լավ տարբերակ է առաջարկում, ուղղակի այսպես բարի կամք դրսևորել, հրաժարվել այս կոնցեսիայից եւ հավելյալ խոչընդոտներ չստեղծի, որովհետեւ Հայաստանի վերջո սա մեր սեփականությունն է, 100%-անոց։ Իրենք ընդհանրապես կառավարիչ են, վատ կառավարիչ, ոչ ցանկալի կառավարիչ, նաև մեր գործընկերների համար, եւ եթե նրանք շարունակում են կառավարել, իսկ իրենց երեսը ոչ մեկ չի ուզում տեսնել, մենք չենք կարող իրենց հետ համերաշխություն դրսևորել եւ այնպես անել, որ մեր երկրի երեսն էլ չուզենան տեսնել եւ մեր երկիրը շրջանցվի։ Ի վերջո նաև այդ տարբերակն էլ կա։ Թուրքիան եւս մի երկաթ գիծ է կառուցում Կարսից Դիլիջույով, որ մտնի միանգամից Նախիջևան եւ պետք է հարց առաջանա, չէ՞, ոնց ստացվեց, որ Միացյալ Նահանգները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ձեռք են բերում պայմանավորվածություն, բայց միջազգային ֆինանսական կառույցները ֆինանսավորում են մի նախագիծ, որով Հայաստանին մնում է միայն այդ մեղրի հատվածը, հա, որպես մասնակցության չափ, որ մենք կարող ենք ունենալ։ Պարզա ինչ են արել։ Ասել են դե Հայաստանում են մնացած երկաթուղային ցանցը ռուսներինն է, իսկ դա էլ խնդրեմ է, երկրորդային սանկցիաների վտանգ կարող է լինել եւ այլն։ Շատ երկրների հետ, ովքեր մասնակից են կամ մասնակից են լինելու այդ միջանցքի կամ դառնալու են դրա շահառուն, Ռուսաստանն իրենց հետ ունի թշնամական հարաբերություններ եւ բնական կլինի, եթե լինի այլ ճանապարհ, նրանք այդ այլ ճանապարհով կընթանան, ինչը արդեն մեր շահերից չի բխում։ Այսինքն վարչապետի հայտնի հայտարարությունը, որ Այսինքն նույնիսկ եթե ռուսները հիմա ասեն լավ, բերեք մենք կֆինանսավորենք, այս կանենք, այն կանենք, հա գուցե եւ բերեն եւ ֆինանսավորեն, բայց այդ ճանապարհով անցնելու։ Եթե դուք ձեզ պահել եք նենց որ ձեր երեսը ոչ մեկ չի ուզում տեսնի, բայց կֆինանսավորեն դեռ խնդրեմ է, հա։ Նույնիսկ եթե ֆինանսավորվեն, դրանով Հայաստանն ավելի ցանկալի չի դառնում էլի գործընկերների համար, այո, եւ մենք դառնում ենք շրջանցվող տարածք։ Կներեք, մեզ դա ձեռ չի տալիս։ Հիմա կարող են նրանք համարել, որ ռուսաֆոբիա է սա, չգիտեմ, Ռուսաստանին դուրս են թողնում տարածաշրջանից։ Տնտեսական պատերազմ եք սկսում։ Տնտեսական պատերազմ ենք սկսում։ Օվերչուկն էլ ասի, վայ, թուրքման չայ է, գիտեք, դե կներեք, սա արդեն կլինիկական դրսևորումներ են, որոնք կապ չունեն քաղաքականության հետ, Հայաստանը պետք է առաջնորդվի բացառապես իր շահերով։ Եթե ռուսները համարում են, որ այստեղ
իրենք մնում են խաղից դուրս, այդ եւ ձևավորում պրետենզիաներ, այդ պրետենզիայի հասցեատերը մենք չենք։ Հետևաբար այո, ես ողջունում եմ այս ակտիվությունը, որը կա Ղազախստանի ուղղությամբ, Ղազախստանն այստեղ ունիկալ գործընկեր է, որում այսպես բոլորի համար։ Ինչու՞։ Այն բոլոր ԵԱՏՄ սիրահարների համար։ ԵԱՏՄ անդամ երկիր է։ Այն Քոչարյանը Ռուսաստան, Չինաստան էր, չէ՞, ուզում բերեր փայատեր սարքեր, Չինաստանի համար է շատ կարևոր գործընկեր։ Ռուսների հետ կապված նույնպես էլ խնդիր չունի Ղազախստանը, այդ իմաստով, հա։ Ասում եմ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ երկիր է։ Ռուսաստանի հետ էլ ունի 7500 կիլոմետրանոց սահման։ Ինչ խնդիր։ Եվրամիության հետ ունի ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերություններ կենտրոնասիական հնգյակի հետ համատեղ, չէ՞, այդ ֆորմատով եւ առանձին եւս։ Ղազախստանը նաեւ ունի ռազմավարական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ։ Ղազախստանն ունի հրաշալի հարաբերություններ Ադրբեջանի հետ էլ, Թուրքիայի հետ էլ։ Սա փաստեր են, ճիշտ է։ Եթե Ղազախստանը դառնում է կոնցեսիոներ, դա նշանակում է, որ նա շահագրգռված է լինելու, որպեսզի այդ միջմայրցամաքային ապրանքաշրջանառությունը տեղի ունենա հենց իր կոնցեսիայի տակ գտնվող տարածք, այդտեղ մենք միթե չենք արձանագրում Հայաստանի եւ Ղազախստանի ռազմավարական շահերի սիներգիա։ Իհարկե արձանագրում ենք եւ հետեւապես այո պետք է առաջնորդվենք սրանով։ Ղազախստանը օբյեկտիվորեն իր շահերից ելնելով շահագրգռված է, որպեսզի Հայաստանի երկաթուղային ցանցը դառնա առավել զարգացած, արագընթաց, անխոչնդոտ, հարմար, մրցունակ եւ եկամտաբեր։ Եկամտաբեր դա նշանակում է եկամտաբեր թե Հայաստանի, թե Ղազախստանի համար։ Այստեղ ոնց նայում ենք պատկերն ամբողջանում է հենց այդ ձևով։ Հետևաբար սա այն է, ինչ մենք պետք է անենք։ Պլյուս դրան Ղազախստանը որևէ պատժամիջոցի տակ չի։ Հասկանալի է, որ խոսք է գնում ռազմավարական ներդրումների անհրաժեշտության մասին։ Ռուսական կոնցեսիոն կառավարում իրականացնող ընկերությունը չի կարող այդ միջազգային ֆինանսական կազմակերպություններից անհրաժեշտ վարկային միջոցներ վերցնի այդ ամենը մոդեռնիզացնելու համար, որովհետև մեր երկաթուղային ցանցով գնացքները երթևեկում են ավանակի արագությամբ, ինչը մեզ զրկում է ցանկացած մրցունակությունից, հասկանում եք, մեզ պետք են արագընթաց ճանապարհներ, ժամանակակից շարժակազմեր, ոչ թե պաբեդայի սերնդի լավա պառավոզ չեմ բերում, հա, եւ այլն, որ մինչև հիմա տենց էլ չեմ բաշարել տոմսերի օնլայն վաճառք կազմակերպեն, որ ուզենակ գնանք ինչ-որ մի երթուղով երթևեկեք գնացքով, մի հատ գնաք կայարանում տոմս առնեք, հետո նոր սա չլինի։ Պարոն Մեհրաբյան, բայց ո՞րն է խնդիրը, որ թեև բոլորն էլ հասկանում են, ենթադրում եմ նաև ռուսական կողմում կա այդ ընկալումը, որ այնուամենայնիվ կոնցեսիոն կառավարման տեսանկյունից տապալել է ռուսական կողմը, բայց նաև ատամներով պահում է այդ կոնցեսիան, չի ուզում հանձնել։ Միգուցե Վլադիմիր Պուտինը սպասում է ժամանակ է շահում, որ իր ասած, իր բառերով ասած ռուսամետ ուժերը գան եւ ինչ որ իմաստով իրավիճակ փոխվի։ Տեսեք, փաստորեն իրենց ընկալմամբ այս կոնցեսիան վերածվել է հարմար գործիքի իրենց համար, որպեսզի խափանեն Հայաստանի քաղաքական օրակարգերը, խաղաղության օրակարգը, փոխկապակցվածության ձևավորման օրակարգը, Հայաստանին դարձնեն ոչ պայմանագրունակ, հա,
անհեռանկարային գործընկեր։ Մի գործընկեր, որը թուղթ է ստորագրում եւ հետո տեր չի կանգնում։ Կամ նպատակ է դնում իր առաջ եւ պատշաճ կարողություն չունի այդ նպատակին հասնելու։ Հետևաբար մի պարտներ է, որի հետ իմաստ չունի գործ ունենալ, որի հետ իմաստ չունի նստել բան քննարկել, պետք է նստել ուրիշների հետ մեծերով եւ քննարկել մեր մասին։ Դա է ուզում Ռուսաստանը, որովհետեւ դա էլ հենց իրեն խաղ վերադառնալու ճանապարհ կբացի։ Իսկ դա նշանակում է, որ ռուսները այո պետք է գնան տուն։ Հունգարիայում հիմա որ առաջիկայում ընտրությունները այս կիրակի լինելու ցույցերի գլխավոր կարգախոսը գիտեք որն է։ Ռուսներ տուն։ Սա պետք է լինի Հայաստանի քաղաքականության հիմքը։ Ռուսներ տուն։ Մեր ներքաղաքական, արտաքին քաղաքական օրակարգի ցանկացած հարց հաջողությամբ կիրականացվի թե ոչ, կախված է նրանից մենք այդ հարցում որքանով կկարողանանք հեռանալ Ռուսաստանից։ Որտեղ կա Ռուսաստան, այդտեղ իմացեք չկա լուծում։ Չի լինելու լուծում։ Ռուսաստանը նրա համար է, որ ամեն ինչ մնա արկախված վիճակում։ Եվ ցանկացած սանտիմետր, աջ սանտիմետր ձախ կլինի թե չի լինի, դուք միշտ գնաք Մոսկվա։ Իսկ այդ ինչ անկեղծության նոպա էր, պարոն Մերհաբյան, ճակերտավոր ասած անկեղծության նոպա, որովհետև մենք նման զրույցներ այդ հարցը իմ մոտ էլ առաջացավ, երբ ես սկսեցի նայել այն նոր դուրս եկած այդ տեսանյութը։ Բայց դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, եւ ես եկա այն եզրակացության, որ դա այնուամենայնիվ Պուտինի նախաձեռնությունն էր։ Կամերաները միացնել, հանել ինչ-որ մի հատ թուղթ, որտեղ գրած է ինչ-որ բաներ, որտեղ սենց հատ-հատ սենց կարդալ ու բան էլի պրետենզիաներ ներկայացնել ու խոսել շանտաժի լեզվով։ 20 րոպեն մենք նայեցինք, հետո դրանից հետո ինչպես հետո իմացանք եւս 2 ժամանոց խոսակցություն է եղել, որը չի բավարարել ռուսներին։ Վարչապետի մեկնաբանություններից էլ ես հասկացա այնպես, որ մենք պայմանավորվել ենք շարունակել քննարկումները, հա, այսինքն դա նշանակում է, որ 4 մնացորդում արդյունք չկա։ Եվ չէր էլ կարող լինել, քանի ռուսները այս դիրքորոշում են։ Հետո դրա հենց հաջորդ օրը Օվերչուկի այդ լուսադեմի երկար այս գրավոր հարցազրույցը դե թուրք մանչայով բանով սենց ինչ-որ եւ դրան հետեւած հետո տարբեր պաշտոնյաների այն ոռնոցները մոսկովյան ճահիճներից մեզ հանգեցնում են այն եզրակացության, որ փոխըմբռնում չկա, այո, ռուսները կոտոշները խրել են գետնի մեջ ու ասում են չենք գնա, հա, այն 0199 ֆիլմը հիշում եք, չէ՞, որ հանուն մեր կոլխոզի չենք քշում։ Դե որ չես քշում, պետք է ճանապարհից հանենք, գցեն մի կողմի վրա, որպեսզի երթևեկությունը վերականգնվի, էլի կոպիտ ասած, մեր պատմական ընթացքի, հա, որ ձեր ասելով չի լինի, դուք վետո իրավունք չունեք։ Պարոն Մերհաբյան, Իդեպ ռուսները համարում են, որ ունեն։ Հա, իրանց մոտ ասում են, մենք մեզ իրավունք ենք վերապահում քննարկել ձեր ընտրությունների հարցը։ Դուք ով եք, որ մեր հետ քննարկեք մեր ընտրությունների հարցը։ մեկնաբաներով դա որ 2 միլիոն հայ կա այնտեղ։ Հա, հետո ինչ, այնտեղ 100 հազարավոր հրեաներ կան։ Մի հատ փորձեք հələ Իսրայելի հետ Իսրայելի ընտրություններ քննարկեք եւ կհաշվեք, քանի տեղից են ձեր գլուխը ջարդում։ Մենակ նման ասելու համար, նման բան ասելու համար։ Չեք ասի, չէ՞։ Ի վերջո, եկա մի քիչ ոնց որ ասում են, բերաններ չափավորեք։ 1, երկրորդը բանը, բարեխոսումը, հա, մենք տղերք ունենք ձեր մոտ, նայեք, հա, շատ չնեղացնեք, չհասկացա։
Իսկ ընկալել Հայաստանը պատշաճ կարողություններ ձեռք բերելու պարագայում նման բան ուղղակի չպետք է թույլ տար, որ ինչ որ այլ պետության ագենտ ուժեր, իսկ դա նշանակում է միայն դա, Հայաստանում ինչ որ դերակատարում ունենան կամ կարողանան լեգիտիմ ձևով ունենալ։ Դրանց դուքյանները պիտի փակվեր ընդհանրապես։ Իրենց այդ այսպես կոչված կուսակցություններով, այսպես կոչված մամուլներով։ Հա։ Բայց մեզ մոտ ոնց որ դեռ տենց չի, մենք այդ կարողությունը ոնց որ թե դեռ չունենք։ Մենք այնտեղ որտեղ պետք է չորություն դրսևորենք, չենք դրսևորել ժամանակին, իներցիայի ուժը կա։ Ես հասկանում եմ, բայց չեմ ընդունում դա, որովհետև չպետք է դա լինի։ Մենք խոսում ենք սուվերենության մասին, բայց մեր ընդդիմությունը սուվերեն չէ, հասկանում եք։ Կարևոր չի անուն, ազգանուն, թե ինչ ցուցանակ, դրանք միանգամայն անկարևոր են։ Մեզ մոտ 21 թվականին դասավորվել է այնպես, որ Հայաստանում ընդդիմությունը հավաքական Պուտինն է, եւ հիմա արձան Պուտինը ուզում է, որ 26 թվականին մի դասավորություն ձևավորվի, ըստ որի Հայաստանում ընդդիմությունը շարունակի լինել հավաքական Պուտինը, ընդ որում ավելի ցուրտը տարած մոդիֆիկացիայով։ Եկան երեք եղավ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը այո, այդքան մասով սուվերեն չէ։ Հասկանում եք։ Այսինքն Վլադիմիր Պուտինի հայտարարությունը բավարար էր, որ այդ ուժերին պարզապես դուրս տնեին խաղից, այսպես ճակերտավոր ասած։ Իհարկե։ Որովհետև մինչև այդ ինչ էր, Դուգինն ասում էր նույն բանը, ասում ենք, դե նա փիլիսոփա է, դա պաշտոնական Մոսկվան չի։ Այդ Պուտինն ու Միշուստինը չեն ասում, նա էլ դե փիլիսոփա է։ Սալավիևը դե լավ նա լրագրող է։ Մարիա Զախարովան դե լավ ինքն էլ սեկրետարշա է։ Ձեր կառնենք կանցնի կգնա։ Բայց հիմա տեսնում ենք այս մարդն ասում անձամբ իր օվերչուկով, որի մոտ թուրքմանչայինա քոր գալիս հիմա էլ։ Էլի չեք ուզում։ Այսինքն մենք գործ ունենք տարբեր մակարդակի ինչ-որ բերանների հետ, որով խոսում էր մեկ մարդ։ Այն մարդը, որը նստեց եւ բաց տեքստով թուղթը հանեց ու սկսեց խոսալ։ Իսկ իր փոխվարչապետն էլ հաջորդ օրը այդ ամենը հանձնեց թղթին։ Վերջ, սա արդեն հիմք է գործողությունների համար։ Եվ բացի դրանից էլ ներսում էլ մենք տեսանք այդ 5-րդ շարասյունից, 6-րդ պալատից եւ Մոսկովսկի ցիրկից նրանք շատ այո, ասում են, այո, դա այդպես է։ Հեսա էս կանենք, այն կանենք։ Իսկ դա արչի ծառայություն էր, պարոն Մեհրաբյան, թե օգնության կենթանու ծառայություն էր։ Ես կենթանաբանությունը դնեմ մի կողմ, բայց սա ունիկալ մի լյուստրացիա էր, բայց սրա արձանագրումը բավարար չէ։ Ի վերջո պետությունն ինչ համար իր պետական ֆունկցիաները կատարի։ Ցանկացած պետություն նման բան չի հանդուրժի ուղղակի։ Սա մասին է խոսքը։ Չի կարող X երկրում իշխանությունը կամ ընդդիմությունը լինել պրո չգիտեմ ինչյան։ Ժամանակ նշանակում է պետություն չկա։ Բայց մենք ահագին քայլեր արել ենք այդ ուղղությամբ, որ դառնանք պետության, բայց դե հասել ենք մի եզրագծի, որ դեռ այդքանը կա էլի անելու։ Եվ այո, մենք գալու ենք եւ այդ համապատասխան օրինագծերով եւ դրա հիման վրա իրավակիրառական պրակտիկային վերաբերվող, հա, առաջարկություններով այո մենք գալու ենք եւ ներդնենք այդ մեխանիզմները, որը մեր պետությանը չի բավարարում։ Վերածել են անշուն գեղի, հա, եւ անփետ ման են գալիս։ Ում խելքին ինչ փչում, ոնց, ինչ բան, կեցե Պուտինը, չգիտեմ, Լուկաշենկոն իմ ընկերն է։ Չէ, հա։
Պարոն Մեհրաբյան, ես ճիշտ եմ հասկանում, որ մինչ այդ ուժերը, որոնք փորձում էին հերքել իրենց կապը, այսպես ասած, Հյուսիսի հետ, ասում են, որ իրենք գալու են Եվրամիության հետ հարաբերություններ սերտացնեն, իրենք դեմ չեն թրիփին ու խաղաղության նախաստորագրված պայմանագրին, պարզապես ուզում են երաշխավորի ինստիտուտ բերել, որ երաշխավորը ապահովի այդ ամեն ինչը։ Ոչ ուղիղ ձևով ասում են, որ ես տենց համաձայն չեմ, որ դա միայն այդ ձևով է հարցանել, նրանք ինչ են ասում, մեկն ասում է թրիփը սպառնալիք է։ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է։ Եվ որպեսզի դա չլինի, պետք է այնտեղ փայատեր լինի Ռուսաստանը եւ Չինաստանը։ Բարև ձեզ։ Երաշխավոր մեկը չէ, մեկը քիչ է։ Մի հատ էլ բարև ձեզ։ Այն մյուսն էլ այն Բելարուսի դեկորատիվ պրեզիդենտը գովաբանում, հա? Որտեղ պրեզիդենտ չկա։ Այլ ընդամենը մի հատ բան է, բուտաֆորիա, որովհետև երկիրն օկուպացված է ըստ էության Ռուսաստանի կողմից։ Պարոն Մեհրաբյան, եւ ինչ է կարծում, պատահաբար նաեւ Պուտինը ակնարկեց այսպես լղոզելով նաեւ իրականությունը հապ կկապեց այսպես Ղարաբաղյան իրականության հետ եւ պատերազմի հետ եւ պատահական էր այդ ակնարկը, թե միտում ուներ, հիմա ասեմ ինչ նկատի ունեմ, նաեւ ուժեղ Հայաստան ուժի պաշտպանության նախարարը Արթուր Ավանեսյանը, որը ավելի շատ Կանդազ անունով է հայտնի, հայտարարում է, որ Ղարաբաղի էջը կփակվի այն ժամանակ, երբ մենք Ղարաբաղը հետ բերենք։ Սա ինչ է, ոչ եթե ոչ նշանակում է մարդիկ գալիս են քաղաքականություն եւ մասնակցում են ընտրությունների ձևավորվող անվտանգային տարածաշրջանային ճարտարապետությունը ռևիզիայի ենթարկելու օրակարգով։ Սա դա է նշանակում հենց։ Իսկ դա նշանակում է հետեւյալը, որ Հայաստանին նրանք բերում են փորձանքի մեջ դնելու։ Սա է նշանակում։ Իհարկե նրանք չեն ասի, այ մենք գալիս ենք պատերազմ լինի, չեն ասի, բայց նրանք այսպես բաներ կասեն։ Փայատեր կբերեն, կպայթացնեն բոլոր պայմանավորվածությունները, որը Հայաստանը ձեռք է բերել այս ընթացքում, ասելով, որ կվերաբանակցենք։ Շատ լավ կվերաբանակցեք, արդյունքում մենք ստանալու ենք ավելի վատը, որովհետև ուժերի հարաբերակցությունը, որը կա, հաստատ մեր օգտին չի։ Եվ Ռուսաստանն էլ ձեր սիրելի ձեզ չի փրկելու։ Այլ ձեզ դնելու է որպես մանրադրամ եւ դնի վաճառքի, այնպես ինչպես դրել է մինչև այդ։ Ու հիմա ձեզ է օգտագործում, մի բան էլ բարեխոսում է, որ ձեզ ձեռ չտան։ Գետին է մտեք դրանից հետո, ես ինչ ասեմ։ Ոնց եք ապրում դուք դրանից հետո։ Ինչքան մեղք եք բոլորը դրանից հետո։ Եվ ինչ է կատարվում ընդհանուր առմամբ քաղաքական դաշտում, պարոն Մեհրաբյան։ Մոսկովսկիցի Բոլոր ուժերը խոսում են, որ իրենք նոր են, իրենք նոր վարչապետի հների հետ չեն համագործակցելու, ընդ որում դրա մասին խոսում է Գագիկ Ծառուկյանը, դրա մասին խոսում է ուժեղ Հայաստանի Հարցը հին ու նորը չի։ Հարցը հետևյալն է. դու կախված ես Ռուսաստանից, թե կախված չես Ռուսաստանից։ Ուզում ես հիների, ուզում ես նորերի։ Եթե դու կախված ես Ռուսաստանից, գնա կախվի։ Այսքան բան։ Ուզում ես հիների, ուզում ես նոր։ Ուզում ես հին պարանից, ուզում ես նոր պարանից։ Հետևապես այստեղ չափանիշը հետևյալն է. պետություն լինելու եւ չլինելու միջև է ընտրությունը։ Սա չի կարող կոչվել ընդդիմություն։ Ընդդիմությունը չի կարող ապրիորի չի կարող վիճարկել պետություն պետք է լինի թե ոչ։ Հասկանում եք։ Իսկ եթե վիճարկում են, դա չի կարող կոչվել, կարող է շատ ձևերով կոչվել, բայց ոչ ընդդիմություն։ Ընդդիմությունը դա օրենսդիր իշխանության մաս է։ 1. Երկրորդը ընդդիմության դերը նրանում է, որ պետության օրակարգից բխող որոշումները դառնան այդ բանավեճի ընթացքում առավելագույնս որակյալ։ Մենք չենք ունեցել ընդդիմություն։ Մենք ունեցել ենք խմբեր շահերի, ոչ Հայաստանի շահերի, որոնք ուղղակի կախվել են իշխանության ձեռներից, որ ոչինչ չարվի։
Իշխանությունն էլ ընդունել է այն որոշումները, որը կարողացել է ընդունել, եւ չի ընդունել այն որոշումները, որոնք չի կարողացել ընդունել, եւ շատ բան չի կարողացել ցավոք սրտի, նայեք դատական համակարգի վիճակը, որը արդարացնում է Գագիկ Ծառուկյանին 2017 թվականի ընտրությունների հետ կապված, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե ցուցմունք է տալիս, այլ փոդքասթում ինտերվյու, հա։ Սա ինչի մասին է խոսում, կարողության ոչ, անկարողության, դատավճիռը մարտի 1-ի, որ կա Եվրոդատարանում, դա իրականացվել է, ոչ, տիկին դատախազը հանրությանը զեկուցել է, ինչպես է Հայաստանը պատրաստվում իրականացնել այդ դատավճիռը, ոչ չի, ոչինչ չի ասել, որովհետև պատրաստ չենք, կարողություն չունենք, քաղաքական կարողություն, դե որովհետև էլ եմ ասում, մենք երբ չենք ունենում ընդդիմություն, մենք ունում ենք ցածր որակի քաղաքական որոշումներ, այո մենք դրա համար պատրաստվում ենք գալ, ակնկալում ենք ձայներ, մտնել խորհրդարան, անցնել այդ շեմը և նպաստել որակին, խորությանը և տեմպին բոլոր ռեֆորմների, որը կբարձրացնեն մեր պետության դիմակայունությունը և գործունակությունը և սենց անտերության պայմանները մեզ համար ուղղակի անհանդուրժել են։ Պարոն Մեհրաբյան, իսկ նույն ուժերը, որոնք մինչ այդ Եվրամիության հայտնի աջակցությունը հիբրիդային պատերազմի դեմ տրամադրվող աջակցության իմաստով որակում էին միջամտություն, որևէ կերպ չմեկնաբանեցին նախ Վլադիմիր Պուտինի այդ հայտնի հայտարարությունը, հակառակը ողջունեցին եւ օգնություն համարեցին։ Եվ ինչ է կարծում այդ իմաստով, թե հիբրիդային պատերազմի իմաստով Հայաստանը ընտրություններին պատրաստ է, թե նաեւ մենք տեսնում ենք, որ հակակոռուպցիոնը բացահայտում է կաշառքի դեպքեր, արտաքին հետախուզական ծառայությունը խոսում է ավտոբուսներով մարդկանց բերելու մասին, այդ իմաստով մենք պատրաստ ենք ընտրություններին, որպեսզի նաև հնարավորինս թույլ չտանք եւ կանխենք նման արտաքին միջամտությունները։ Իհարկե պատրաստ լինելու են ցանկալի մակարդակի մենք չենք, բայց դրանք անհրաժեշտ քայլեր են, որպեսզի մենք հնարավորինս մոտ լինենք այդ ցանկալի մակարդակին։ Երբ խոսում են միջամտության մասին, Եվրամիությունը աշխատում է Հայաստանի Հանրապետության հետ եւ աշխատում է Հայաստանի Հանրապետության դիմակայունությունը բարձրացնելու վրա։ Ինչ է անում Ռուսաստանը։ Աշխատում է ում հետ ասեք, միայն թե դա դեմ լինի Հայաստանի Հանրապետությանը։ Միայն թե խաթարի մեր դիմակայունությունը։ Փչացնի մեր պետական ինստիտուտները։ Հիմա դե ասեք ով է միջամտում, ով է հիբրիդային պատերազմ վարում եւ ով է դրան դիմագրավում։ Այսքան բան։ Ընդ որում այդ 20 րոպեանոց տեսանյութը, որը մենք տեսանք Կրեմլում, հա դա եւս հիբրիդային պատերազմի քաղաքական դիվանագիտական բաղկացուցիչն է, որովհետեւ դրանով իսկ այո դիսկուրսիվ ճնշում է իրագործվում Հայաստանի վրա։ Դա ըստ էության բացվեց այդ խոսակցությունը եւ Կրեմլի տիրակալը այդ իր թղթի վրի գրածը կարդում էր ոչ թե Փաշինյանին, կարդում էր հայ ժողովրդին։ Ինչի համար։ Ահաբեկելու համար։ Իդեպ վախը շատ է օգտագործվում հատկապես ուժեղների կողմից, այս իշխող ուժը սարսափած է, վախեցած է։ Տեսեք, ինչ վախի։ Հիմա էլ ասում են, գիտեք ինչ, եթե ցանկալի իշխանություն չլինի, գազի գինը կթանկանա։ Ես այս ամենը տեսնում եմ որպես Ռուսաստանի կողմից ուղղակի վերջնագիր, որ դուք պետք է ունենաք, դուք ուրեմն մեզ կտաք ձեր պետականությունը, դեմը կստանաք էժան գազ։ Չտվեցիք, էժան գազ չի լինի, այս են ասում։ Հետո Պուտինի ասած երկու ճչացող սուտը, որ Ռուսաստանում ապրում է 2 միլիոն հայ, պետք է ասել մի հատ ներքին գործերի նախարարիդ կանչի, թող իրենց իսկ վիճակագրության մեջ թիվը մի հատ նորից կարդա ու ինձ ասի, քանի
Ինչ քանակ է հայերը ըստ ձեր պետական վիճակագրության։ Միլիոնից պակաս։ Դա մեկ։ Երկրորդը, որ ասում էր Հայաստանի համար գազի գինը 177, չգիտեմ։ $380 մասին է խոսքը, ճիշտ եմ հասկանում։ 177-ով վաճառում են։ Ներողություն, որ $177 է։ Դա Հայաստանի գինը չի, դա ձեր ընկերությանը իր դուստր ձեռնարկությանը վաճառվող գինն է։ Երբ որ այդ գազը մտնում է մեր խոհանոց, դառնում է $400 կարգի։ Ում ես եկել ինչ ես վաճառում, ինչի համար, հա? Իհարկե մենք պետք է Ռուսաստանի հետ մեր գործերը վարելիս առաջնորդվենք ոչ կոնֆլիկտային եւ ոչ շոկային տրամաբանությամբ բնական է, բայց այնպես չի որ միայն մեր առաջնորդվելը բավարար է որ դա այդպես լինի։ Էլ եմ ասում, որովհետեւ նայում եք ինչ քայլ Հայաստանն անի իր սուվերենությունն ամրապնդելու, իր շահերը սպասարկելու համար ռուսների կողմից դա դիտարկվել է որպես ռուսաֆոբիա, պրոպագանդան խոսելու է այն մասին, որ ուրեմն եթե դուք սենց քայլ արեցիք, ուրեմն դուք թրքացած եք, թուրք եք, էս եք, դավաճան եք, սատանա եք, էլ ինչ ունեն, տենց մի հատ սենց բաներ ունեն, չէ՞, Կիրիլով, Միրիլով, էլի, Եզրասով եւ այլն։ Եվ վախերը փորձելու են ամեն դեպքում։ Բնականաբար ահաբեկելու են, վախեցնելու են եւ այլն։ Դա մենք էլ պետք է չվախենանք, այն չարի վերջը կարդացել եք, չէ՞, այդ կացինս կբերեմ, ծառդ կկտրեմ։ Դե մենք էլ պետք է բացատրենք, որ նախ դա մեզ չի տպավորում եւ երկրորդն էլ կացինն առար եկար, կացին գլխիդ գջարդենք մի քանի տևից։ Հանգարց հոտառությունը չկորցնես։ Շնորհակալություն, պարոն Մեհրաբյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էր։ Կհանդիպենք։